Բարև ձեզ սիրելիներ, սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ, որ հետևում եք, նայում եք, կիսվում եք, նպատակս նա չի, որ ես ինչ-որ անուն հանեմ, նպատակս նա է, որ Հիսուսի անունը նախ և առաջ փառավորվի և իմ հետևորդները հետևեն Հիսուս Քրիստոսին, որտև ես չէ, որ խաչվել եմ, այլ նա է խաչվել սիրուց։ Եվ մինչև այն երգը, որ դուք կլսեք, ուզում եմ ձեզ պատմեմ, թե ինչպես այդ երգը ծնվեց։ Մի անձնավորություն ինձ զանգել էր, ասել էր, որ ես տեսել եմ քո վկայությունները YouTube-ում և տեսել եմ, թե ինչքան հրաշքներ է Աստված ձեր միջոցով արել, բայց մարդիկ կան, որ ինձ ասում են, որ դա սուտ է, նման բաներ չկա, դրանք միայն եղել են առաքյալների օրոք, Հիսուսի կենդանության ժամանակ երկրի վրա, բայց սիրելիներ, ես ձեզ ուզում եմ ասեմ, որ այն ամենը, ինչ որ Աստվածաշունչը ասում է, ճշմարիտ է։ Հիսուս Քրիստոսը միայն անցյալում չէ բուժել, բայց Աստծո խոսքը ասում է, Հիսուս Քրիստոսը նույնն է, երեկ, այսօր և հավիտյան։ Ես երկար տարիներ տառապում էի երիկամների անտանելի ցավերից։ 1995 թվականին մի աստղաշատ գիշեր, երբ ցավից այլևս չէի կարողանում քնել, լացով նայեցի երկինք ու աղաղակեցի Աստծուն, ասելով այս խոսքերը. Հիսուս ջան, դու խոսքով ասացիր ու ամեն բան ստեղծվեց, ինձ մահից հարություն տվիր, ինչա քեզ համար, որ մի կես խոսք էլ հիմա ասես ու ես կբժշկվեմ, ու ես խոստանում եմ, որ բոլորին կպատմեմ, որ դու ես ինձ բժշկել, բայց եթե նույնիսկ չբուժես, չեմ նեղանա, Հիսուս ջան, խնդրում եմ ուղղակի վերցրու ինձ քեզ մոտ, որովհետև այլևս այս ցավերին էլ չեմ դիմանամ։ Եվ ձև աղոթում էի և հանկարծակի ես տեսա այս աստղերը, որ նայում էի այդ աստղերին, տեսա, որ այս աստղերը անհայտացան ու տեսա Տեր Հիսուսին խաչի վրա, նա խաչից նայեց ինձ ու այս խոսքերն ասավ, ասեց. որդիս, կարաս հավատաս, որ ոչ միայն ես քո մեղքերի համար եմ խաչվում, այլ նաև քո հիվանդությունների համար։ Ու ես ասեցի, այո Տեր, հավատում եմ։ Եվ հենց այդ պահից իմ հիվանդություններս անհայտացան, Տիրոջ ներկայությունը, ողորմությունը, շնորհը եկավ ինձ վրա և ես կատարյալ բժշկվեցի մինչև այսօր։ Եվ ես ուզում եմ ասեմ ձեզ, որ Հիսուս Քրիստոսը չի փոխվել։ Նրա խոսքն ասում է, որ նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Նաև նրա խոսքն ասում է Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ 16-17 համարներում, որ նա մոտ եկան շատ հիվանդներ, նա բժշկեց, որպեսզի կատարվի Եսայի մարգարեի խոսքերը, որ նա վերցրեց մեր ցավերը և շեշտում է մեր հիվանդությունները։ Հիսուսը խաչվեց ոչ միայն մեր մեղքերի համար, այլ նաև մեր հիվանդությունների համար։ Եվ դա ճշմարտություն է։ Ես կուզենամ, որ դուք էլ հավատքով վերցնեք ձեր բժշկությունը, առաջի Պետրոս 2-րդ գլուխ 24-րդ խոսքում ասում է, որ Հիսուսը իր մարմնի վրա կրեց մեր մեղքերը, որպեսզի մենք ոչ միայն մեղքերից ազատվենք ու ապրենք արդարությամբ, այլ նաև նրա վերքերով մենք բժշկություն ստանանք։ Սիրելի հետևորդ, սիրելի լսող, վստահիր, որ Հիսուսը քո հիվանդության գանի համար է խաչվել։ Նա ոչ միայն մեր մեղքերի համար է խաչվել, ինչպես ասեցի, նաև մեր հիվանդությունների համար։ Եվ այս երգը, որ հիմա կլսեք, հենց դրա մասին է։ Թող Աստված օրհնի ձեզ։
Ասում են լավ ուժել է միայն անցյալում, բայց նրա խոսքն է հավեր շնչում։ Ես նույն եմ երեկ, այսօր հավիտյան, իմ կյանքն է դարձել դրա վարվական։ Տարիներ շարունակ ցավի մեջ էի կորած, մի աստղաշատ գիշեր հոգնած ու տանջված, երգնել անգամ չէի կարողանում, երկնքին էի նայում ու հարաճում։ Հիսուս ջան, դու խոսքով ստեղծեցիր աշխարհ, մայից հարություն տվիր ինձ մի անգամ, մի կես խոսք էլ ասա, ցավս թող դառնա անցյալ, որ պատմեմ դու ես իմ ուժիշկն հավիտյան։ Լույն ես դու երեկ, այսօր հավիտյան, քո վերքերով ըրկա մեծ բժշկություն, ոչ միայն մեղքի, այլև ցավի համար խաչի վրա տվեցիր ներում փրկություն։ Ես հավատում եմ, ոչ թե ինչ տեսնում, քո խոսքն եմ Տերին, կյանքումս հռչակում։ Այդ աստղաշատ գիշերներ 95-ին, երբ լացով նայում էի վեր դեպի երկինք, հանկարծ աստղերը խամրեցին իմ արջը, և ես տեսա քեզ խաչի վրա իմ տեմպեր։ Ձայն դնչեցես որպես սիրո մի խոստով անանք, որ ցիս հավատա ոչ միայն մեղքերիդ, նաև քո հիվանդությունների համար եմ խաշվում, քո բոլոր ցավերն եմ ես կրում իմ վերքերին։ Լույն ես դու երեկ, այսօր հավիտյան, քո վերքերով ըրկա մեծ բժշկություն, ոչ միայն մեղքի, այլև ցավի համար խաչի վրա տվեցիր լերում փրկություն։ Ես հավատում եմ, ոչ թե ինչ տեսնում, քո խոսքն եմ Տերին, կյանքումս հռչակում։ Ես ասացի Հիսուս ջան, հավատում եմ քո խոսքին, որ դու ես կրում ինձ ցավնովին մեղքն անհամար, և այդ պահից զգացի ես զորություն աստվածային, քո վերքերով բժշկվեցի ես կատարյալ։ Հեվաղ քեզ իմ Տեր, որ լսեցիր իմ աղոթքը սրտանց, այսօր կանգնած եմ առողջ քո շնորհով անսպասելի։